Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Ինչ կբացահայտե Ղարաբաղի բանակցային փաթեթը կառավարություն 13 փաստաթուղթ հրաբարակած է, ներառյալ Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակն ու Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին։ Կառավարության վերլուծության մեջ կնշվի, որ 2018-ի հեղափոխութենն յետք բանակցային սեղանի վրա ուրիշ փաստաթուղթ կամ առաջարկ չէ թրված, քան ինչ որ կար անգի առաջ։ 2019-ին համանախագահներուն ներկայացուցածին գից մյուս փաստաթուղթներուն դարեթիվը 2016-ն է, այսինքն փաստաթուղթը ձևակերպված է 2018-ի հեղափոխութենն առաջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն հրաբարակվեցան Ղարաբաղի հարցին առնչվող բանակցական գործընթացին վերաբերող առանցքային փաստաթուղթերը, որոնք պատկերացում կտան մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցական գործընթացի փոխանցության մասին։ Կառավարության ինչ կբացահայտե Ղարաբաղի բանակցական փաթեթը վերդառությամբ վերլուծության մեջ նշված է, թե փաստաթուղթերուն մեկ մասը, մասնավորապես ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի 1992-1993 թվականներու բանաձևերը, մինչ այսօր արգային համացանցի վրա եւ հրաբարակային փաստաթուղթերը փաթեթի մեջ ներառված են բանակցական գործընթացին ամբողջական դրամապանությունը ցույց տալու համար։ Հրաբարակված փաթեթեն կառավարության եզրակացությունը այն է, որ Հայաստանի մեջ Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած են առասպելներ, որոնք ձևավորված են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական վերնախավի կողմէ։ Անոնք այդ առասպելները ձևավորած են իրենց իշխանության քալը եւ մնալը արտարացնելու համար, ու այդ առասպելները զարգացուցած են այնքան, որ ասիգա Հայաստանի մեջ դարձած է մտածողություն, իսկ անգեթուրս հայացքը քաղաքական թաբու, թավաճանություն։ Հետագային այդ թաբուն օգտագործված է քաղաքական վերարտադրության համար եւ ամեն վերարտադրում է յետք թաբուն ավելի գարձրացած է, հանրության մատուցելով որպես բացարձակ ճշմարտություն։ Եթե ասիգա ներհայաստանյան եւ ներհայկական հարաբերություններու խնդիրը լար, գուցե հասկանալի է լար, բայց հարցն այն է, որ Ղարաբաղի հագամարտությունը միջազգային հիմնախնդիր էր։ Եթե նույնիսկ մեկ կողմ տնենք տարածաշրջանային շրջարգը, իսկ հարցի միջազգային ընկալումը ոչ միայն սկզբնական շրջանին հագաթիր եղավ Ղարաբաղյան շարժման պատկերացումներուն, այլև զարգացած է հագաթիր ուղղությամբ։ Հագամարտության ղեկավարման բանակցությունները երբեք չեն եղած Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միացման շուրջ, նշված է վերլուծության մեջ։ Բանակցություններու հիմնական առարգան եղած է Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով Ադրբեջանին վերադարձնելը, իսկ Փուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո։ Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996 թվականի Յահգի Լիզբոնի քաղաքնաժողովի նախագահի հայտարարության հետևյալ հատվածին մեջ։ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ արդահայտված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրի մեջ, որ Լեռնային Ղարաբաղին պիտի շնորհե ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի գազմին մեջ։ Այս ձևակերպումը ցույց կտա, որ նույնիսկ ինքնորոշում հասկացությունը մեր մեջ առասպելականացված եղած է, որովհետև միջազգային հանրության ընկալումով ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար կնշանակեր ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում Ադրբեջանի գազմին մեջ։ Ասիկայել կառավարությունը կհամարե կարևոր տարբերություն։ Տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին վրա ունենալը կնշանակե, որ չեր գրնարլալ Ղարաբաղի ղարքավիճակի որևէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետեւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս էր։ Ասիգա հստակ արձանագրված է ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մեջ։ Ասիգա արձանագրված է նաեւ հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի ղարքավիճակը որոշելու խաղապարներու մեջ, որովհետեւ այդ խաղապարները ձևակերպված էին այնպես, որ Ադրբեջանը կունենարսելու, թե հանրաքվեին պետք է մասնակցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղեն ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլև Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, այսինքն ենթադրվող հանրաքվեն տեղի պիտի ունենա ոչ թե Ղարաբաղի մեջ, այլ ամբողջ Ադրբեջանի մեջ։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ եւ այն, որ հանրաքվեն չէր կայանար եւ գործընթացն առաջ չէր երթար, կնշանակեր, որ Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետեւ Ղարաբաղը դե յուրե կհամարվեր Ադրբեջանի մաս։ Ասիկա արձանագրված է նաեւ տարածքներու փոխանակման ընդհանուր պետության հայեցակարգերու մեջ, ըսված է կառավարության վերլուծության մեջ։ Եվ որքան երկար ցկցկված է ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները գոշտացած են առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող դարբերակներուն վերադարձի հնարավորության։ Փաստաթուղթեր են գերեւի, որ 2018-ի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխութենեն յետք բանակցային սեղանին վրա չէ դրված այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղած էր անգե առաջ։ 2019-ին ՀՀԳ Մինսկի խումբի համանախագահներուն կողմէ ներկայացված թուղթին գից այլ փաստաթուղթիմը դարեթիվը
2016-ն է, իսկ փաստաթուղթի առաջին նախատասությունը ցույց կտա, որ անիգա ձևակերպված է այն ժամանակներուն, երբ հարցին գլխավոր բանակցողը Հայաստանի նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն, փաստաթուղթը ձևակերպված է 2018-ի հեղափոխութենեն առաջ կառավարության եզրակացությունն է։ Հրաբարակված փաստաթուղթերեն ուշագրավ է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտինին, որ կընդհանրացնի 2016 թվականի օգոստոս 5-ի դրությամբ արկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բանակցություններուն վերաբերյալ։ Կառավարության վերլուծության մեջ այս առնչությամբ կատարված են շարք մարտահրավերներ։ Նախ Սերժ Սարգսյանը այդ նամակի մեջ կհնչեցնե քննադատականներ, որոնք ցույց կտան Սերժ Սարգսյանը ունեցած է ռազմական կամ բادرազմական գործողություններով վերսկսման բարձր հավանականության քննադատական։ Արձանագրած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինություններով հավասարակշռությունը խախտված է։ Ընդգծած է, որ միջանկյալ կամ վերջնական ղարքավիճակի վերաբերյալ ԵԱՀԳ Մինսկի խումբի համանախագահության հայտարարությունները բավարար փոխհատուցում չէ դարածքներու իրական հանձնման դիմաց։ Ադրբեջանը չի վերցներ իր վրա հստակ բարդավորություններ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին եւ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ ղարքավիճակին վերաբերյալ եւ որպես այս քննադատականի հիմնավորում արձանագրած է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում կգադարե Ադրբեջանի սահմանադրության որպես Լեռնային Ղարաբաղի մեջ հանրաքվե իրականացնելու խոչընդոտ, քանի որ անձայն կհամարե Ադրբեջանի ներքին հարց։ Նամակեն գերեւի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր տեսած է Ռուսիա կողմէ ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ հագարակ բարակային չերլար դվյալ նամակին անհրաժեշտությունը ըսված է կառավարության վերլուծության մեջ։ Ռազմական հավասարակշռությունը խախտված էր։ Ներառյալ Ադրբեջանին Ռուսիա աշխուժը սպառազինելու արդյունքով կումարած իհեջուկս Հայաստանի ընդհանուր առմամբ միապևեր արտաքին քաղաքականության, որի ընդհանրապես նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղի հարցի մեջ Ռուսիա բարեհաջությունը շահել։ Բանակցային սեղանին վրա Ռուսիա արտաքին գործոստնախարար Սերգեյ Լավրովի կողմէ հարաճ քաշված էին մոտեցումներ Լավրովի ծրագիրը, որոնք 2016-ին փաստի արչև գեցուցին Հայաստանի իշխանությունները եւ Սերժ Սարգսյանը։ Կառավարության մեջ նամակեն եզրակացուցած են, որ ասիգա է պատճառը, որ նամակը Սերժ Սարգսյանը ուղղած է նույնինքն Վլադիմիր Պուտինին, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներու կամ Ֆրանսիայի նախագահներուն, որպես ԵԱՀԳ Մինսկի խումբի համանախագահ երկրներու ղեկավարներու։ Նամակեն նաև գվերձանվի, որ 2016-ի օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացած է, որ անել վիճակի մեջ է, ու եթե Ռուսիա մոտեցումը չփոխվի, ապա պատերազմը անխուսափելի է, ընդ որում խախտված ռազմական հավասարակշռության բարակային կանխատեսելի արդյունքով։ Մեկ կողմը Լեռնային Ղարաբաղի անզիջու մոտեցումները, մյուս կողմը ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության բացակայությունը շուրջ 2 տասնամյակ երկրներ ներս հասարակության մտածածին ռազմահայրենասիրական քարոզչության ներարգման պայմաններու մեջ անհնար կդարձնեին պատերազմեն խուսափելը։ Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին ազգային ժողովեն ներս իր հայտնի ելույթի մեջ խոստովանեցավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի փակողի մեջ են, ըսված է վերլուծության մեջ։ Շատերու միտքեն թերևս անցած է, թե ինչու 2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր ստանցնած էր իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ անձնակազմը լուծված էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը եկած է հողերը հանձնելու։ Փաստաթուղթերու եւ Սերժ Սարգսյանի Վլադիմիր Պուտինին ուղված նամակին հրաբարակումը գուտա այդ հարցերուն պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմը այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը առավել քան կանխատեսելի եւ այդ հայտարարությունները հետաքային անոր պետք էին քաղաքական վերադարձի համար։ Հրաբարակված փաստաթուղթերեն ուշագրավ է Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման դարբերակը։ 2008-ի փետրվարին նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյան հայկական ժամանակ թերթի խմբակրության դրամատրած է փոխանակման համաձայնագրի վերաբերյալ քաղաքնազերծված փաստաթուղթը։ Տեր-Պետրոսյանը Ազատության հրաբարակի փետրվարինի ելույթի մեջ հայտարարեց, որ քաղաքնազերված փաստաթուղթի մեջ Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է։ Քաղաքնազերված փաստաթուղթի մեջ նշված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված 1999-ի համաձայնագիրը ուժի մեջ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը Շուշիի ու Լաչինի շրջանները կփոխանցվին Հայաստանին, Մեղրիի շրջանը Ադրբեջանին։ Հոդված 2. Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Գուբատլիի, Զանկելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի կրավիալ տարածքները անհաբաղ կփոխանցվին Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո։ Հոդված 5. Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնել է անմիջապես ետքը, կսկսի Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Գուբատլուի, Զանկելանի, Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում մեջ բնակող հայերու անվտանգ եւ գամավոր դեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։
Փաստաթուղթի մեջ կնշվի, որ տեղափոխությունը պետք է ավարտվեր համաձայնագրի ուժի մեջ մտնելը հետո 60 օրվան ընթացքին միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ եւ Մեղրիի շրջանը առաջին հերթին պետք է բնակեցվեր հագամարտության հետևանքով տեղահանված ադրբեջանի քաղաքացիներով։ Կառավարության հրաբարակած վերլուծության մեջ հետգրությամբ անդրադարձ կատարված է նաեւ Ղարաբաղի ենթադրյալ միջանկյալ կարգավիճակին եւ կարգավիճակի որոշման ենթադրյալ հանրակրվեի մեկ այլ կողմին եւս։ Նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունները երկուքն էլ կհամարեին ցերկվերում, մինչդեռ միջանկյալ կարգավիճակը կնշանակեր Լեռնային Ղարաբաղի 90-ականներեն փաստացի հաստատված կարգավիճակի եւ կառավարման կարգավիճակի գազմանլուծում եւ նոր հայ-ադրբեջանական կառավարման հաստատում։ Իսկ աբակա հանրակրվեի գաղափարի քննարկումն իսկ կնշանակեր 1991 թվականի դեկտեմբեր 10-ին Լեռնային Ղարաբաղի մեջ տեղի ունեցած անկախության հանրակրվեին աբօրինականացում։ Ըստ այդմ կառավարության մեջ եզրակացուցած են վարված բանակցային գործընթացի արդյունքով Լեռնային Ղարաբաղի հագամարտությունը բովանդակային առումով հասած էր 1991 թվականի 0-ային կետին։ Ազգային ժողովեն ներս տարեհաշվի նախագծի քննարկման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսած է տնտեսական ցուցանիշներուն եւ երկրին արտաքին ու ներքին զարգացումներուն մասին։ Անոր խոսքով վերջին դարներուն աճած են աշխատատեղերն ու աշխատավարձերը, ավելցած են հարկայի մուտքերը, իսկ եկամուտներու փաշխան առումով կնկատվի առաջընթաց։ Փաշինյանը պետական պարտքի ավելացումը վերագրած է անվտանգության ոլորտի ծախսերուն եւ Ղարաբաղեն տեղահանվածներու ընկերային խնդիրներուն, ընդգծելով, որ Հայաստանը դուրս բերված է աշխարհաքաղաքական փակուղի են։ Օրենսդիր կորձաթիր աշխատանք են վարչապետը ընդհանուր առմամբ կողեր։ Երկրի գլխավոր քաղաքական ամբիոնեն այս գումարման խորհրդարանեն ներս վերջին անգամ ներկայացնելով դարեհաշվի նախագիծը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2025-ի դարեհաշվի հարկային եկամուտներու գադարման առումով վստահ կանխատեսումներ կան։ Ադոնք 2017-ի դարեհաշվի հարկային եկամուտներեն ավելի պիտի լան 1 տրիլիոն 542 միլիարդ դրամով 133%-ով։ Այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։ Վարչապետը նկատել տվավ, թե միջինը դարեկան 7% տնտեսական աճ ապահովելու 2021-ին տված խոստումը կատարված է։ Վստահ են, թե 5 տարվան արդյունքով նվազագույնը 7.6% աճ պիտի ապահովվի։ Փաշինյանը լավ ցուցանիշ համարեց նաև 2021-2024 թվականներուն 36.6%-ով համախառն ներքին արդյունքի աճը։ Իսկ ինչպես տնտեսական աճը ազդած է մարդոց կյանքին վրա։ Այսպես կոչված Ջինիի կորձագիծը ցույց կտա, թե ստեղծված եկամուտները ինչքանով հավասար կփաշխվին բնակիչներուն միջև, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջին ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը էական բարելավում է ունեցել այս տեսակետից եւ նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում։ Հոկտեմբերին գրգին արձանագրված է գրանցված աշխատադեղերու բացարձակ մրցանիշ։ Խոսքը 810.074 աշխատադեղի մասին է։ 2018-ի համեմատ աճը 223.895 է, 38%։ Ասիգա ըստ վարչապետին գարցանակրե, թե 2018-ին ի վեր երկրեն ներս ստեղծված է 223.895 աշխատադեղ։ Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ընդ որում, այս աճը շարունակական է։ Մենք տարեց տարի 2024 թվականի նկատմամբ 30,000 հոկտեմբերի նկատմամբ 30,000 աշխատատեղ է ստեղծվել, 31,004% ավել։ Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313,000 դրամ է։ 2018 թվականի նկատմամբ աճը 135,657 դրամ կամ 76%։ Շատ խոսում են գնաճի մասին։ Չի եղել Հայաստանում 76%-անոց գնաճ։ Եվ ընդհանրապես իրական արտահայտությամբ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են 20 եւ ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության
մակարդակը։ Հոկտեմբերին վճարված եկամտային հարկը եղած է 50 միլիարդ 699 միլիոն դրամ, 2018-ի հոկտեմբերի համեմատ գրեթե գրգնագի ավելի 95%-ով, 24 միլիարդ դրամով։ 2018-ին 2025 թվականներուն եկամտահարկի գծով քաղաքացիներուն վերադարձված է 384 միլիարդ դրամ, 2018-2025 թվականներուն 2010-2017 թվականներուն համեմատ անշարժ քույքի գործարքները աճած են ավելի քան 67,000-ով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104%-ով նախորդող շրջանի։ Սա ուզում եմ ցույց տալ տարածքային համաչափ զարգացումը եւ ընդհանուր առմամբ առաջնային շուկայի աճը 10-17-ը 10-17-ի համեմատ 465%։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա։ Վարչապետը համամիտ է, որ Հայաստանի մեջ գա աղքատության խնդիր, սակայն ըստանոր ժամանակն է առերեսվելու արձանագրելու ադոր պատճառները։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ Հայաստանի մեջ այլևս աղքատության պատճառը այն չէ, որ աշխատատեղ չկա։ Այդ խնդիրը շատոնց վերացված է։ Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության, բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում, որովհետև մենք 2018 թվականից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչու՞։ Նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով եւ մեր քաղաքականությունը հետեւյալն է, որ եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ 2018-ի համեմատ թոշակ ստացողներու թիվը աճած է 106,697-ով, 19%-ով։ 2018-ի հունվարին Հայաստանի մեջ թոշակառուներու թիվը ավելի եղած է, քան աշխատողներու թիվը։ 555,000 թոշակառու եղած է, 513,000 աշխատող։ Վարչապետը նշեց, որ խնդիր դրած է նախաձեռնել թոշակառուներու տնտեսական աշխուժացման ծրագիրներ։ Հիմա մեզ մոտ ի՞նչն է անցալում, որ 63-ը թոշակի տարիք, հա։ Հա, 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես ուզում եմ, ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետեւ ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետեւ հարգելի գործընկերներ 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Այսինքն սա մարդու, մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու վերջ ավարտեց, ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտում, 63 տարեկանում կյանքը սկսում է։ Եվ մենք մեր թոշակառուների կամ մեր ավակ սերնդի, ասենք, մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք։ 2026-ի դարեհաշվի նախագծի քննարկման վարչապետը անդրադարձավ նաև պետական բարդքի ավելացման վերաբերյալ ընդդիմության քննադատություններուն։ Պետական բյուջեն մի հատ տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր։ Մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով։ Հետո ծորակով ներքևից բացում ենք, այդ ջուրը գալիս է։ Երբ որ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասենք, այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը լցվեց, կանաչ, կարմիր, թե կա, որովհետև պետական բյուջեն մի հատ ընդհանուր հասկացություն է։ Այսինքն դու որ փողը ծախսում ես, իհարկե կան նաև նպատակային բաներ, վարկային ծրագրեր, որ ծախսում ես միայն կոնկրետ նպատակի համար, բայց ընդհանուր առմամբ պետական բյուջեն կամ որ դու նպատակի համար, ասենք, մի նպատակի համար ուղղում ես, դա քո նպատակն է, ուրիշի նպատակը չի։ Հիմա պետական պարտքի այս պատմությունը,
Ընդ որում այո, մենք չենք ուզում այդ թեմայի մասին խոսենք, որովհետև չենք ուզում, հիմա ինչ ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղությունը հաստատված կարող ենք խոսել։ Պետական պարտքի ամբողջ ավելացումը կամ չեն տեսել իրանք բյուջեով։ 2018-ից մինչև 2025 թիվը ներառյալ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախսա միայն պաշտպանության ոլորտում։ Հաջորդ ուղղությունը, որմով բարդ կավելցած է ըստ անոր, կապված է Ղարաբաղի փախստականներու եւ Ղարաբաղի հետ կապված չնախադեсված ծախսերու համար։ Ուրիշ պատմություն սրատակ չկա եւ պարզապես գոյություն չունի։ Բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Հայաստանը դուրս բերված է փակուղիեն, դուրս բերված է թեպի այնտեղ, ուր բոլոր ուղություններով ըստ վարչապետին մեր երկրին արչև բացված է հերանեկար, եւ Հայաստանի ժողովուրդը իր ինքնիշխան կամքով գրնա որոշել, որ ուղությամբ զարգացման ինչ տեսլական գործեքր է, ինչ կվերապերի հրաբարակված բանակցային փաթեթին։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք։ Իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ որ 10 կամ չգիտեմ։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չեք լուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել։ Բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքա կապոցի։ Փաշինյանը անդրադարձավ 2019 թվականի ԵԱՀԳ Մինսկի խումբի առաջարկին, որ եւս հրաբարակված է։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս այդ 19 թվականի փաստաթուղթը հայտնվել է հետեւյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ բոլոր, ասել եմ, այստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում։ Այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ, լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Էլ չեմ ասում այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2017 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանի Սամբյոնից ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի։ Վարչապետը անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու Քիվեստի փաստաթուղթը չէ հրաբարակված։ Ան նշեց, որ չկա Հայաստանի կառավարության դիրաբեդության ներքո Քիվեստի փաթեթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է Քիվեստի գաղափարական հիմքը եւ էլ չեմ ասում դրա կարիքը չկա։ Հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետեւ հրավիրեմ էլ ինչ։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն։ Ինչ պետք է պատմելու բան չկա։ Վերադառնալով դարեհաշվի նախագծին 2026 ըստ վարչապետին փուրըն պիտի լա Հայաստանի համար կսպասվին միջազգային խոշոր միջոցառումներ, համապետական ընտրություններ։ Գարավարող ուժը Փաշինյանի խոսքով ընտրություններուն կմոտենա լավադեսության մեծ բաշարով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Հիմա խնդիրն է ուժեղացնել համագարկային դարձնել զայն։ Ըսավ Փաշինյանը։ Ան նկատել տվավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երբ 1 մմ-ով վստահությունը գավելնա, անիգա կփերը 10 սանտիմետր կորզնական հարաճընթաց։ 2026 թվականի հիմնական խնդիրը հետևյալն է։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Վարկյան անգամ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը
տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չի, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թորների, իր ծորների խաղաղությունն է եւ դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին եւ իր բոլոր անցյալներին, անկախ նրանից մեր պատմության որ շրջանում է այդ նահատակությունը եւ զոհողությունը տեղի ունեցել։ Խորհրդարանն այս կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքին վարչապետը հայտարարած է, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններու բոլոր փաթեթներում մեջ նախատեսված եղած է Ղարաբաղի այդ պահուն գոյություն ունեցող կարգավիճակի լուծարումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը կնշանակեր Լեռնային Ղարաբաղի այդ պահուն գոյություն ունեցող համակարգի լուծարումը եւ հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծումը։ Փաշինյանը հավելած է, որ 2019-ի փաստաթուղթերը իրեն ներկայացված է որպես նախորդ բանակցություններ ամփոփ նկարագրություն։ Ան վերահաստատած է, որ բանակցային ամբողջ գործընթացը երբեք չի եղած հարցը կարգավորելու մասին։ Լեռնային Ղարաբաղի հագամարտության խաղաղ ղեկավարման բանակցություններու բոլոր փաթեթներու մեջ նախադեсված եղած է Ղարաբաղի այդ պահուն գոյություն ունեցող ղեկավարի լուծարումը։ Ազգային ժողովեն ներս կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքին հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Այն ինչ որ բանը Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը ներկայացնում էր որպես հաղթանակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը նշանակում էր եւ դա թղթերից ակնհայտ երևում է, Լեռնային Ղարաբաղի այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում եւ զրոյից հայ-ադրբեջանական առավելագույնը նոր համակարգի ստեղծում։ Ինչի՞ չեք ասում դա։ Դա այնքան ակնհայտ բան է։ Այսինքն ակնհայտը որը գրած է սևով սպիտակի վրա, բացեք երրորդ փաստաթուղթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, ավելի պարզ չի լինում։ Բայց չեք ասում։ Էլ չեմ ասում, ի վերջո երբ պետք է խոսում, դրա մասին եմ տասնյակ անգամներ ասել։ Այն ժամանակ, երբ որ հայկական կողմը համաձայնվել է հանրաքվեով, ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, այդ նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն նույն պահին չեղարկվել է, հենց հայկական կողմի կողմից։ Պատասխանելով Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկման, թե գործող իշխանության առաջարկված է փաստաթուղթը, որում մեջ նշված է, որ Ղարաբաղի ղեկավարը ոչ մեկ բանով սահմանապակված պիտի լա եւ Ղարաբաղի ժողովրդին ընդրության իրավունք պիտի դրվի։ Նիկոլ Փաշինյանը հավելեց. որևէ բանակցային փաթեթի մեջ գրված չէ եղած, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի մեջ։ Մտակառակը գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։ Եվ մեկնաբանությունը այդ թվում եղել է այն, եւ դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն ըստ Ադրբեջանի մեկնաբանության պետքա տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում եւ նրան պետքա մասնակցեն Լեռնային Ղարաբաղ, ինչ նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն, նշանակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը սկզբունքային հարցեր հետ հանրաքվեն երբ էր տեղի ունենալու, տեղի էր ունենալու, թե տեղի չէր ունենալու։ Այն ձևակերպումը, որ չի կարող ունենալ որևէ սահմանափակում, չի կարող ունենալ որևէ սահմանափակում, այդ նշանակում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ կարող էր եւ նախատեսված չլինել։ Իսկ թե Լեռնային Ղարաբաղի ինչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում, արձանագրված ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքին եւ ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Անդրադառնալով ընդդիմության քննադատություններում վարչապետ Փաշինյանը նկատել տվավ, թե իշխանություն եղած դարիներուն այսօրվան ընդդիմադիրները գրնային երթալ իրենց առաջարկած դարբերակներով Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհով։ Ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ է եղել։ Եվ հիմա ի վերջո նաև ամփոփելով ուզում եմ ասել 2019 թվականի փաստաթուղթը ինքը ինքնուրույն փաստաթուղթ չի։ Ինքը ինձ չի ներկայացվել որպես
ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ, որպեսզի դա ապացուցվի, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է. «Мы президенты Ադրբեջանը и Արմենիի». Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ։ Եվ այս փաստաթուղթը ներկայացվել է ինձ, իմ հարցումներին, իմ շեշտադրումներին ի պատասխան, որ լավ, հիմա ո՞րն է այսքան փաստաթուղթ կա, այս թվի, ո՞րն է ամփոփ նկարագրությունը Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի իմ վարչապետ դառնալու պահին գոյություն ունեցած բովանդակության։ Վարչապետը վերահաստատեց իր նախկին հայտարարությունները, որ Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը երբեք չէ եղած հարցը ղեկավարելու մասին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, խնդիրը եղած է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ըլլալու հնարավորություն չունենա։ Մտահոգությունները, որոնք հնչում են կամ այդպես բուրըն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները, դրանք բոլորովին ուրիշ բանի մասին են։ Դրանք Հայաստանը թակարդի մեջ վերադարձնելու մասին են, ուրիշ որևէ բանի մասին չէ։ Ղարաբաղի հարցը 96 թվին լուծված ավարտված է եղել, պարզապես դրա մասին մեզ ոչ մեկ չի ասել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանը հետաքրքրվեցավ, թե ինչու կառավարությունը չհրաբարացած նաև Ղարաբաղի հարցին ղեկավարման QST փաստաթուղթը, իսկ որպես բանակցային փաստաթուղթ ներկայացուցած է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը։ Վարչապետը ոչ միայն գրգնեց, որ այդ փաստաթուղթը կառավարությունը չունի, այլև նշեց, QST-ը իր քննադատմամբ եղած է ոչ թե բանակցային փաստաթուղթ, այլ դավադրություն։ Դա եղել է դավադրություն։ Եվ այդ է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27 եւ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններ։ Ուրիշ որևէ բացատրություն չկա։ Ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, նախ դրա բովանդակությանը այդ ինչեք Տեր-Պետրոսյանի հրապարակած թղթերին տենց կամարանքով վերաբերվում։ Դուք չէիք, որ 20 թվից հետո հավաքվել եք եւ որոշում եք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրանից պարզաբանում ուզեք, թե ինչ թուղթ է, որտեղից է թուղթը։ Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է 100%-ով։ Եվ եթե դրանում չեք կասկած կա, վերջերս Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը մանրամասն անձնական վկայություններով բերել է եւ ամբողջացրել է։ Ընտիմատիր պատգամավորները վարչապետը մեղադրեցին Տավշյա հեղափոխությունների հետ կվախնալու եւ Ղարաբաղի հարցի վերաբերյալ ճշմարտությունը այն ժամանակ չսելու համար։ Ինչն է տարօրինակը տեղ, որ վախեցել եմ։ Այդտենց վախենայի նոյեմբերի 9-ի թուղթը չէի ստորագրի։ Վախենայի չէի ասի այն, ինչ որ ասում եմ։ Ես այսօր հրապարակային ասում եմ բաներ, որ 1000 տարի հայ ժողովրդի մեջ վախեցել են, բազմաթիվները իմացել են եւ վախեցել են ասել։ Բաներ, որ հազարամյա տաբու է եղել մեր իրականության մեջ։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուց բխած իշխանությունով միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ առերեսվել ենք մեր իսկ շահերին, մեր իսկ դարդին, մեր իսկ խնդրին։ Եվ հասկացել ենք, որ մենք պետք է մեր երկրի ապագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ եւ կայացրել ենք որոշումներ։ Այն ժամանակ, որ ասում եք վախեցել ենք, գիտեք ինչից ենք վախեցել, որովհետեւ տեսել ենք այդ թագարդը, որ 1000 ներողություն Հայաստանի եւ Սփյուռքի մի շատ գործիչներ մղում են մեզ դեպի ընդհակարդը, որը ասում եմ Ղարաբաղի հարցի մասին չի, Հայաստանի պետականության կորստի մասին է։ Մենք վախեցել ենք Հայաստանի պետությունը կորցնենք եւ ճիշտ ենք արել, որ վախեցել ենք։ Եվ այդ վախի շնորհիվ է, որ մենք այսօր ասում ենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը 50 տարի, 100 տարի, 500 տարի, 1000 տարի լինելու շանս ունի։ Եվ մենք մեր վախի շնորհիվ այդ շանսը, այո, մենք սովորաբար համեստ ենք մեզ պահում, բայց ես ասում եմ, այս քաղաքական թիմը, այս կառավարությունը Հայաստանի առաջ 100-ամյակի եւ 1000-ամյակի հեռանկար է բացել։ Եվ մեր կենտրոնացումը այլևս այդ 100-ամյա եւ 1000-ամյա շանսը օգտագործելն է։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև նախկին նախագահներու վերաբերյալ քննարկումներուն, ընդգծելով, որ բանակցային փաթեթներու հրաբարակմամբ այլևս ադոնց մասին խոսելու ոչինչ կա։ Եթե 2021 թվականին ընտրություններ էր,
խորհրդանական ընդդիմություններ, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով եւ ինչ որ առումով դեռ կարելի էր որ քաղաքական մրցակից եւ մրցակցություն համարել, ես կարծիքով իրանք մրցակից չեն այլևս։ Շատ վաղուց մրցակից չեն։ Հասել եք այնտեղ, որ նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Որովհետեւ եթե այն ժամանակ կար 12000 մարդ մի կերպ փող միլիոններ ծախսերով հավաքում էիք, հիմա ուզում եք միլիոն ծախսեք, ուզում եք միլիարդ ծախսեք, չեք կարալու հավաք։ Վարչապետը ընդգծեց, այսօր Հայաստանի մեջ կան բազմաթիվ կարևորագույն հարցեր, բայց իշխանության համար գիզագետը պետությունը եւ pedagogan շահն է։ 98 թվականին ձեր նշած շրջանակը եւ ձեր նշած անձը երբ որ նախագահի տեխնացու էր առաջադրվում եւ այն ժամանակ հարց կար սահմանադրության հետ համապատասխանության, քաղաքական այդ նույն ուժերը ասում էին ազգային շահերը ավելի բարձր է, քան սահմանադրությունը։ Մենք որ ասում ենք հայրենիքը պետությունն է, իրանք ասում են վայ, հայրենիքը պետությանն են ուզում հակադրել։ Իսկ իրենց ամբողջ գաղափարախոսությունը պետությունը դնել մի կողմ եւ կենտրոնանալ ամեն ինչի վրա, բացի պետությունից։ Ընտիմատիր պատգամավոր Աննա Գրիգորյանը մեղադրեց եկեղեցին եւ կաթողիկոսը ենթարկեցնելու փորձի համար։ Վարչապետը հակադարձեց։ Ինձ պետք չի կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտների։ Վարչապետը պատասխանեց նաեւ եկեղեցին կանտելու մեղադրանքներուն։ Հայաստանյան ծառայքելական եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի օրոք վերահացվել ավերակների։ Ես այն օրը ուղիղ ասել եմ, ես գնում եմ համատարած մեր եկեղեցիներում երկչախումբ չկա։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պատշաճ պատարակներ չեն մատուցվում։ Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատերը, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Հայաստանյան ծառայքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը եւ բոլոր իրանց պաշտպանողները, որովհետեւ իրանց համար եկեղեցին եղելա, կա եւ ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Երևան-Գաբան թռիչքներու վերականգնման, աննշեց օդանավը կորձառութային զննության փուլի մեջ է։ Թռիչքները պիտի շարունակվին։ Կառավարությունը զուգահեռ կքննարկի նաև Սյունիքի մեջ Շինուհայրի, Սիսիանի, Ստեփանավանի, Խավարի եւ Փերթ խոշորացված համայնքի մեջ օդագայաններու կորձարկման հնարավորությունը։ Պետության եւ համայնքներում վերադարձված է ավելի քան 174 միլիոն դոլարին համարժեք գույք, ներառյալ մանկապարտեզներ, հողատարածներ, բնության հուշարձաններ եւ դրամական միջոցներ։ Կառավարության նիստին ընթացքին վարչապետը շեշտած է, որ կշարունակվի աբորինի օդարված գույքի վերադարձը եւ փտածչության ծրագիրներու խզումը։ Գործադի իշխանությունը նաեւ հաստատած է պետական համագարքի խրախուսման փորձնական ծրագիրը։ Բացի այդ, ավելի քան 20 միլիարդ դրամ հատկացված է ուսուցիչներու խրախուսման ծրագիրներուն։ Քարնիի բազալտե երկհոնի հայտնի կարերու սիմֆոնիայի տարածքի մեջ 0.11 հեկտար հողը վերադարձված է համայնքին։ Անիկա անցած էր մասնավոր սեփականության։ Քույկը ամրացվեցավ շրջակա միջավայրի նախարարության հետակային բնության հadoop պահպանվող տարածքի աբորինի օդարումը բացառելու համար։ Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն եւ ներկայացվել է միջնորդագիր եւ արդյունքում Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել իմ կողմից նշված տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է գտնվում։ Դոսավ համահայկական հայրենասիրական հասարակական գազམ་ակերպության քույկերեն մեկը չզեկուցվող հարցով ամրացվեցավ պաշտպանության նախարարության։ Թադախազությունը այս տարվան ապրիլին դիմաց էր պետական քույկի կոմիտե դեղեկացնելով, որ գազམ་ակերպության կենտրոնական խորհուրդը որոշած է 11 անշարժ քույկ վերադարձնել պետության։ Քրեական վարույթի շրջանակներում է այս հանգամանքը վերհանվել, որը քննվում է քննչական կոմիտեում, վարույթը դեռևս ընթացքի մեջ է։ Պաշտպանության նախարարության ամրացվող քույկը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայատնովա գյուղի մեջ 1.19 հեկտար հadoop նշանակություն ունեցող հողամասն է։ Գլխավոր թադախազուին նշեց, որ առաջիկային դոսաֆի եւս 7 քույկ պիտի ներկայացվի կառավարության հաստատման, որոնք նույնպես պիտի վերադարձվին պետության։ Առանձնահատուկ մեր ուշադրությունը սկսվել է այն բանից հետո, երբ որ Սպարտակ ստադիոնի հետ կապված այդ մեծ աղմուկը բարձրացավ եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչա տեղի ունեցել։ Պարզվեց անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Հետո անկախությունից հետո իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք
պետական գործառույթ չեն ունեցել, ընդ որում դե յուրե չի արձանագրվել, որ այս գույքերը հանձնվում են ի սեփականություն։ Հետո պարզվեց, որ այդ նույն խնդրեմը կա մի շարք կազմակերպությունների, այդ թվում ստեղծագործական միությունների դեպքում։ Տվյալահաշվությունը կշարունակի ուսումնասիրությունը հասարակական կազմակերպություններու հետ կապված, որոնք աբորինի գտնօրինին են պետության սեփականության քույկը։ Ըստ Աննա Վարդապետյանի, այս պահուն ուսումնասիրության ներքո են լրագրողներու, նկարիչներու, գրողներու միություններուն, շարքը այլ ստեղծագործական միավորումներուն պատկանող քույքերը։ Աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում, մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի, խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց։ Նույն պատկերը Դոսաֆի բարակային է դարբերությամբ, որ այստեղ գա գետրոնական մարմինը, որ որոշած է քույկերու նկատմամբ դիրաբեդումը օրինական չէ եւ պետք է վերադարձնել։ Ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն։ Ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է։ Գլխավոր տվյալահաշվին ներկայացուց Պետական շահերու պաշտպանության հայտ հարուցելու լիազորությամբ, տվյալահաշվական ներկայությամբ պետության կամ համայնքին վերադարձված քույկերու եւ դրամական միջոցներու վերաբերյալ 11 ամսվան տվյալները։ Արդեն փաստացի վերադարձված է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, վերադարձրել ենք մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ 2024-ի դեկտեմբեր 5-ին գործարկված վերականգնված միջոցներու միասնական հաշվին այս բահուտրությամբ մուտքագրված է 20 միլիարդ 678 միլիոն դրամ։ Հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը, որ ես նշեցի 66 միլիարդը կավելանա, որովհետև մենք անցյալ շաբաթվա որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձրել ենք շրջակա միջավայրի նախարարությանը։ Այս գույքերը 49 տարով անժամկետ ըստ էության անհատույց օգտագործման 49 տարով հանձնվել էին կենդանիների աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Եվ այս կապակցությամբ Տվյալահաշվությունը Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություններ արել եւ քրեական վարույթ է այս պահին քննվում հակակոռուպցիոն կոմիտեում, վերաբերելի է նախկին մարզպետին Արարատի եւ ըստ էության հողատարածքը տրամադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի վարորդին։ Խոսքը 13,000-ն ավելի հեկտարի մասին է։ 5,330 հեկտար հողատարածքի շուկայականին մոտարկված կալվածակրային արժեքը 158 միլիոն 263 հազար դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է։ Նշվեցավ, որ 49 տարի ժամկետով պայմանագիր կնքված է նաև Չերմուգի անդարբեդության 4118 հեկտար եւ Եղեգիսի անդարբեդության 3620 հեկտար տարածքներու անհատույց օգտագործման վերաբերյալ։ Նմանատիպ իրավիճակ ունենք գրեթե ամբողջ ավազանով Սևանի ափի, մենք էլի շատ արդյունավետ աշխատում ենք շրջակա միջավայրի նախարարության հետ, ինչու էստեղ սեփականության իրավունք չկա, որովհետև չէր կարող լինել, պարոն վարչապետ։ Այստեղ պետք է գրանցվեր կամ անհատույց օգտագործում կամ վարձակալություն եւ տրամաբանական է, որ մենք վիճարկում ենք հողերի նկատմամբ այս իրավունքները։ Վարձակալությամբ էլ չի տրվել, այսինքն մի կոպեկ պետական բյուջե մի կոպեկ վարձակալության գումար չի մտել։ Ոչ։ 3.6 միլիարդ դրամ հատկացվեց պետական կառավարման համագարկի մարմիններու կատարողականի գնահատման եւ խրախուսման փորձնական ծրագրի համար։ Առաջարկում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները։ Նշված գործակիցները տարբերակված են հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը։
Դարեհաշվային դարման ավարտին վարչապետը ընդգծեց, ըստ կանխատեսումներու դարեհաշվային հարկային եկամուտները պիտի կազմեն 2 տրիլիոն 700 միլիարդ դրամ։ Այս տարվան դարեհաշվի ավելցած հատվածը 384 միլիարդ դրամով ավելի է, քան 2017-ի ամբողջ պետական դարեհաշիվը եկամտային մասը, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով նախագիծին, անընդգծեց, որ եթե նման որոշումներ չկայացվին, Հայաստանի զարգացման ճամփուն վրա կարևոր խոչընդոտը պիտի չվերանա։ Պետական մարմիններու մեջ աշխատանքը պետք է աստիճանաբար ավելի գրավիչ եւ մրցունակալա մասնավոր հատվածին հետ։ Աշխատանքային մեջ տերություններու զգալի մասը ըստ վարչապետին գախյալ է այն բանեն, որ ներդրումներ չեն կատարվի իր կառավարման որակի բարելավման, աշխատանքը առավել գրավիչ դարձնելու եւ լրացուցիչ խթաներ ընկերային երաշխիքներ ներդնելու ուղղությամբ։ Պետականությունը որպես բարձրացակ առաջնահերթություն համարելու մեր ռազմավարության շրջանակներում պետական աշխատանքի հարգը պետք է ավելանա շարունակաբար, պարտավորենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի։ Մենք պարտավոր ենք առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Գամավոր որակավորում է անցած ուսուցիչներու խրախուսման այս տարվան գումարը պիտի լրացվի եւս 2.16 միլիարդ դրամով, ծրագրված է ավելի քան 8.5 միլիարդ։ Ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 18 թվականի համեմատ, ինչը նշանակում է 67% աճ ունենք 18-ի նկատմամբ եւ ինչպես նկատեցինք, միայն կամավոր ատեստավորման համակարգը այստեղ այս տարի 10 միլիարդ դրամ հատկացում է ստանում։ 2026-ին ուսուցիչներու խրախուսման ծրագիրներում պիտի ուղղվի ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ըստ նախարարուհին, այսօր արդեն 700,000 դրամը ստացող ուսուցիչներ կան։ Այս տարի որակավորման համար դիմաց է 8400 ուսուցիչ, 67.2%-ը հաղթահարած է գործընթացը։ 9200 ուսուցիչ որակավորում է անցած է, ունի վարձատրության բարձրացում։ Նիստի ավարտին նշվեցավ նաև, որ առաջին անգամ լալով Հայաստանի մեջ ապահովագրության մոլորտ կմտնե միջազգային հեղինակավոր կազմակերպություն։ Կառավարության նիստեն եք լրագրողներու հետ ջեբազույցի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսած է արտաքին քաղաքական ուժանյութային եւ ներդրումային ուղղություններով վերջին զարգացումներու մասին։ Ան նշած է, որ օգոստոսի Վաշինգտոնյան համաձայնություններեն եւ TRIP նախագիծի հայտարարել են երկ ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ էականորեն մեծացած է, իսկ Եվրամիության խոստացած միջոցներն զգալի մասը արդեն ներդրված է Հայաստանի մեջ։ Վարչապետը նաեւ հայտնած է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրական ուժանյութի փոխակերպման գայանի ծրագիրը կապ չունի Հայաստանի էլեկտրական ցանցերու ընկերության կառավարման հարցերուն հետ, իսկ կառավարման դարբերակներն ու բարակային նախընտրելի է պետական սեփականության ձևաչափը։ Ան նաև խոսած է Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթի ստորագրման եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ հարաբերություններու խորացման ուղղությամբ հետաքրքրության մասին։ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցվով ոչ ոք ավելի մեծ վնաս կհասցնե, քան Գդրիջ Ներսիսյանի ներկայությունը ջեբազրույցի ընթացքին հայտարարեց վարչապետը։ Դա պահանջի ժանր չէ, որ ինչ որ մեկը պահանջում է Գդրիջ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ process-ը սկսվել եւ նա պետք է գնա այդ տեղից։ Այսինքն այստեղ ընտրության հարց չի կտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդ տեղից։ Այն հարցման, թե արդյոք հնարավոր չէր իշխանություն եկեղեցի լարվածությունը լուծել ոչ հրաբարագային առանց աղմուկի, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ աղմուկը առողջացնող է եւ ժողովրդավարական երկրները պետք չէ հրաբարագային քննարկումներ են խուսափին։ Գդրիջ Ներսիսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել եւ այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցուն, ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու իմ ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաներին, ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա։ Այն հարցման, թե Գաթողիկոսի զավակ ունենալու հանգամանքը ինչով գարնչվի վարչապետի գործառույթներուն հետ եւ ինչ վնաս կուտա զավակ ունենալու հանգամանքը, Փաշինյանը պատասխանեց։ Վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետք է այդ ռիսկերի նկատմամբ
շատ ուշադիր լինի։ Վարչապետը անդրադարձավ նաև դեր Ռուփեն Քահանայի այն հայտարարության, ըստ որուն ազգային անվտանգության ծառայությունը թիմած է իրեն, որ բադարակի ընթացքին Կաթողիկոսի անունը չհնչե։ Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Արձագանքելով այն հարցման, թե Ադիգա ազգային անվտանգության ծառայության աշխատագիտի գործառույթ չէ, Փաշինյանը նշեց, թե երբ պետության ղեկավարը որևէ եկեղեցի երթա, բադարակի այդ բահենը սկսյալ այդ վայրը կհամարվի պետական պահպանության ենթակա կառույց։ Այդ թվում եկեղեցում իրականացում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։ Ասում են, վայ գնացին վարչապետի անվտանգությունը, մի րոպե հիմա հնարավորություն կտակ վարչապետի անվտանգությունը եւ այլն, ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, այդպիսի երկիր չկա, որ դա չի գործում, իսկ անվտանգության մի քանի այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Վարչապետը նշեց, որ Հայաստանի այցառաքելական Սուրբ Եկեղեցին նախորդող շրջանին ամբողջական եւ հստակ կանոնագարքում եւ կանոնադրություն չէ ընդունած բնականոն ձևով։ Ընդգծված է եւ արձանագրված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Կանոնադրություն, որը ի վերջո կանոնակարգի հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցու գործունեությունը եւ հարաբերությունները։ Վարչապետը անդրադարձավ հիմնարար խնդրին՝ բարևարկության։ Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարևարկության, երաշխավորման եւ հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորեն, իսկ ինչու դա պետքա չլինի հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցում։ Ելի եմ ասում, այսօր ես ավելի եմ համոզվում, որ հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում։ Բազմաթիվ հոգեվորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրին։ Մինչդեռ մի այլ խումբ հոգեվորականներ շատ մեծ հարստություններ ունեն։ Եվ սա խնդրեմ է, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարակներ մատուցելու եւ ծառայություններ իրականացնելու համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում բարևարկության մասին։ Եվ սա մի հարց է, որը նաեւ առնչվում է պետական քաղաքականության հետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով եկեղեցին պետք է կործե թափանցիկության դաշտերներս հարգային օրենսդրության համապատասխան։ Եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները 100%-ով կվերադարձվեն եկեղեցուն եւ դեռ մի բան էլ ավելի, ես իմ նշած բոլոր հարցերը, ինչու պիտի օրինակ հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցու հոգեվոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան։ Ինչու՞։ Մարդիկ, որ հեռավոր եկեղեցիներում են ծառայում, հեռավոր գյուղերում են ծառայում, մենք գիտենք այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ սոցիալական վիճակում են ապրում։ Բազմաթիվ մարդիկ չքավորության մեջ են պարզապես ապրում։ Ում խնդիրն է դա։ Դա այդ թվում հայաստանյան ծառայական Սուրբ Եկեղեցու
հավատավոր հետևորդների, բայց նաև կառավարության խնդիրն է, պետության խնդիրն է։ Վարչապետը պատասխանեց նաև այն հարցման, թե արդյոք կպատրաստվի փոխել միանձնյա կառավարման համագարկը, որ մեր ժամանակին կտժկոհեր։ Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, եւ ժողովուրդը իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով եւ ինչ վերաբերվում է կառավարման համակարգի հետագա բարելավումներին, դուք տեղյակ եք, որ մենք պլանավորում ենք նոր սահմանադրություն առաջարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել։ Իհարկե ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ նոր սահմանադրությունը ընդունելիս շատ կարեւոր է հաշվի առնել եւ ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման եւ հարատեվության օրակարգը եւ ցանկացած սահմանադրություն պետք է պետության զարգացման համար պատշաճ պայմանական ասած աերոդինամիկա ապահովի։ Երկրի ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստան-Վրաստան էլեկտրական ուժանույթի փոխակերպման կայան կառուցելու Եվրամիության ընդլայնման հարցերու հանձնագետար Մարթա Քոսի հայտարարության։ Ծրագրի իմաստն է, որ փոխակերպման կայան կառուցի, որը առանց համակարգերի կամ համակարգերի հատվածներ անջատելու հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել եւ արտահանել։ Փաշինյանը ընդգծեց, ասիգա բացարձակ որևէ կապ չունի Հայաստանի էլեկտրական ցանցերու ընկերության հետագա կառավարման խնդիրներու հետ։ Հետցի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ իմ դիրքորոշումը, կառավարության դիրքորոշումը, մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, կա երկու տարբերակ։ Տարբերակ 1. Դա դառնում է պետական ամբողջությամբ սեփականություն եւ հանձնվում է հավատարմագրված կառավարման, եւ երկրորդ տարբերակը, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում նաև վճարումներ պետք է արվեն, հիմա շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի հետցի համար։ Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100% պետական սեփականություն եւ դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ան առաջինն է։ Վարչապետը խոսեցավ նաև Եվրամիության հետ ըստորագրած ռազմավարական գործընկերության օրագարկի եւ ներդրումներու մասին։ Ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ Խաղաղության խաչմերուկ նախագծից բխող Triplet նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ էականորեն մեծացել է եւ մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն։ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիության խոստացված 2.6 միլիարդ եվրոեն ավելի քան 500 միլիոն եվրո ներդրումներ կատարված են Հայաստանի մեջ, ներառյալ մասնավոր հատվածի վարկավորման միջոցով։ Ան ընդգծեց Եվրամիության հետ հետագա հարաբերությունները պիտի խորանան եւ զարգանան։ Եվ իհարկե խաղաղության խաչմերուկում, այդ թվում Triplet նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը։ Մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք Triplet նախագծի իրացումը, սկզբնական շրջանում իրավական եւ հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում եւ ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր եւ հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա։ Այն հարցման, թե ինչ կարևորություն ունին Չինաստանի հետ հարաբերությունները, խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանագեններս, նաև արդյոք Շանհայի համագործակցության գազագերբության անդամակցության գծով Հայաստանը քայլեր կգադարե, վարչապետը պատասխանեց. «Գա հետաքրքրություն գազագերբության անդամ դառնալու»։ Եվ նաև Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք եւ կարծում եմ, որ Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի եւ կարեւոր գործընկերն է բոլոր ուղղություններով եւ մենք շահագրգռված ենք Չինաստանի հետ մեր հարաբերությունները եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։ Մենք երբեք չենք հրաժարած Ղարաբաղի հարցով բանակցութենեն, արձագանքեց վարչապետը։ Ան բարձրապանեց 2019-ին փաստաթուղթը չէ ձևավորված իր վարած բանակցություններով արդյունքով։ Անիգա ներկայացված է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացին։
Բրյուսելի մեջ Հայաստան Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանագենն է ստորագրված է Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական նոր ծրագիրը։ Փաստաթուղթը ստորագրած են Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության արտաքին գործոց ու անվտանգության քաղաքականության հարցերու բարձր ներկայացուցիչը։ Գագա Գալասը հայտարարած է, որ Եվրամիություն Հայաստան գործակցությունը կզարգանա եւ իրենք պիտի աջակցին բարեփոխումներուն, մուտքի արտոնագիրներու ազատականացման եւ անվտանգության ոլորտներեն ներս գործակցության։ Բացի այդ Հայաստանի պիտի հատկացվի 15 միլիոն եվրո խաղաղություն ու թիմականությունը ապրամտնելու նպատակով։ Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական նոր օրագարկ դարբեր ուղղություններով միասին աշխատելու համար։ Փաստաթուղթը Բրյուսելի մեջ Հայաստան Եվրամիություն գործընկերության խորհրդին 6-րդ նիստի շրջանագեններ ստորագրած են Հայաստանի արտաքին գործոց նախարարն ու Եվրամիության արտաքին գործոց ու անվտանգության քաղաքականության հարցերու բարձր ներկայացուցիչը։ Եվրամիություն Հայաստան գործակցությունը երթալով կզարգանա, պիտի աջակցենք ծեր բարեփոխումներուն, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության բազմազանեցման, պիտի գործակցենք մուտքի արտոնագիրներու ազատականացման եւ անվտանգության ոլորտներում մեջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համացանությունները, որոնք սկիզբ արին օգոստոսին շատ կարեւոր են, անոնցմով ավարտ կդավ երկարամյա հակամարտությունը։ Այս հարցի մեջ նույնպես թուք ունի Եվրամիության աջակցությունը։ Եվրամիությունը 15 միլիոն եվրո պիտի դրամատրի Հայաստանին խաղաղությունն ու թիմականությունը ամրապնդելու նպատակով։ Քանի մրախացերնություններ պիտի իրականացվին ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ ու դրամատրում, Հայաստանը հարգավ նաև ուրիշ մարտահրավերներ ալունի Ռուսիան եւ իր լրտեսները ապա տեղեկատվական արշավներ կիրականացնեն Հայաստանի մեջ խորհրդարանական ընդրություններուն թիմաց։ Մենք կտեսնենք նույն ցանցերը, որոնք կիրառված ու շատ աշխուժ գործած են Մոլդովայի մեջ, այսինքն փեմակիրը նույնն է։ Եվրամիության դրամամիջոցներու դրամատրումը պիտի օգնի նաև հայտնաբերելու եւ արձագանքելու արտասահմանյան աստեցություններուն։ Հայաստանի արտաքին գործոց նախարարը նշեց, Հայաստան Եվրամիություն ռազմավարական նոր օրագարկը կլրացնի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ գործընկերության օրագարկը կբարձրացնի ռազմավարական մագարտակի։ Հայաստան Եվրամիություն գործընկերությունը կմտնե նոր եւ ավելի հավակնոտ փուլ, ընդհանուր դեսլականով եւ պատասխանատվությամբ միտված մեր քաղաքացիներուն համար հստակ արդյունքներու շարունակական ապահովման։ Նախարար Միրզոյանը շեշտեց, Հայաստան Եվրամիություն հարաբերությունները մինչև այս աշխուժ զարգացած են, նախանշված են շատ ուղղություններով։ Ան խոսեցավ հիմնական արդյունքներու մասին, մասնավորապես թվարկելով. Մենք սկսած ենք մուտքի արտոնակիրներու ազատականացման գործընթացը, գործողություններու ծրագրի իրականացման արդյունքով պիտի ունենանք ավելի մեծ շարժունակություն եւ ի վերջո առանց արտոնակրի ճամփորդություն։ Ընդլայնված գործակցություն ունենք անվտանգության եւ պաշտպանության ոլորտներեն ներս։ Մենք քննարկած ենք տարածաշրջանային ենթակառույցներու ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունները, TRIP նախագծի իրականացման ուղղությամբ աշխուժ աշխատանքը։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ ենթակառույցներու մեծ ծրագրի իրականացումը գրնան զգալիորեն փոխել ամբողջ տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական ջարդարաբեդությունը։ Եվրամիություն Հայաստան հարաբերությունները ամուր են եւ ավելի գամրաբնթվին, բայց նաև շատ անելիքներ ունենք։ Թիմականությունը, ժողովրդավարությունը եւ խաղաղությունը պահպանելու համար հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերու հանձնագետար Մարտա Քոսը։ Թիմականության առնչվող մեր աշխատանքը գլխավորապես Ղարաբաղյան փախստականներու ուղղությամբ է։ Գործակցության ուղղություններն են ընկերային տնտեսական թիմականությունը։ Մենք կզարգացնենք ավելի ամուր փոխադրամիջոցային թվային եւ ուժանյութային կապեր։ Ես վերջերս վերադարձած եմ Ուզբեկստանեն։ Մենք կքննարկեինք ինչպես կրնանք ամրապնդել արևդրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ եւ Հայաստանը այս առումով հիմնական դերակատարում ունի այս տարածաշրջանային կապակցվածության օրագարկին վրա։ Վաշինգտոնի պատմական համաձայնագիրը խաղաղություն բերավ եւ ավելի սերտ գործակցություն կապահովի կողմերու համար։ Եվրամիությունը ցեզի պիտի օգնի իրականացնել խաղաղության համաձայնագիրը եւ խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Մարտա Քոսը նախաձեռնած է հարթակը, ուր պիտի միավորվին կառավարություններ, միջազգային դրամական գազագերբություններ եւ մասնավոր գործարարություններ ու ներդրումներ գրավելու համար։ Տաշկենտի մեջ եվրոպական ընկերություններ են մեգուն ներկայացուցիչ անոր ասած է, դուք նենտագարույցները ստեղծեցեք եւ մենք գործարարություն գնենք։ Մենք գիտենք ինչպես տակ վաստակել։ Բաշտոնյաներու ասուլիսին ընթացքի լրակրողը հարցուց Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու բարակային չեն բացառվի Ռուսիո ճնշումները Հայաստանի աջակցության ինչ ծրագրեր ունի Եվրամիությունը, որ մեր երկիրը տնտեսական ճգնաժամի առջև չգենա, Քայա Կալասը պատասխանեց։ Մենք հնարգումներ ունեցած ենք այդ հարցին վերաբերյալ աշխարհագարկը կփոխվի, ուստի ռազմավարական կապերը մեր գործընկերներուն համար շատ կարեւոր են։ Այս պահուն Եվրամիության հետ Հայաստանի համապատասխանությունը 37% է։ Հարգավ մենք պատժամիջոցներ կկիրառենք Ռուսիո նկատմամբ, բայց մենք նաև մեր գործընկեր երկրները կներքրավենք, որովհետև բոլորս կցանկանք, որ այս պատերազմը ավարտի, քանի որ անոր աստեցությունը բացասական է։ Հարգավ մենք նաև կօգնենք մեր գործընկերներուն զարգացնելու եւ բազմազանեցնելու իրենց արևդրային կարողականությունը։ Եվ Ադիկա Կալասի խոսքով կնշանակե ունենալ լիարժեք կայունություն եւ չունենալ գաղվածություն Ռուսիայեն։
Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։